նստում այլ է էսի։ Սի վտանգավոր ամեն պահի հոպ Բայց էսի ինչքան վաղտ է այս վիճակն է։ Որ վաղտ է։ Երևանի տարածքն է հաստատ։ Եթե մազ արմազ եմ որը։ Հա։ Ես այս կուտուլը որ բրտել է սիտի։ Այս բիտոնը, հա։ Էսի եմ գտի։ Բայց է վտանգավոր է։ Մանավանդ մտքի։ Վտանգավոր չի։ Հա։ Որ լսեք վտանգավոր։ Չէ, հիմա այս վիճակն է վտանգավոր։ Բալիս ախպեր։ Ճանապարհը լրիվ լուսնն է։ Հունիսի 3-ն է։ Երևան ու Բարաշեն վարչական շրջանում ենք, այդպես էին ամեն դեպքում ասում վարորդները, որ այս հատվածը ու Բարաշենի վարչական տարածքում է, Երևանին է ենթարկվում, ու որ կառավարությունը վերջին տարիներին հսկայածավալ աշխատանքներ իրականացրել նոր ճանապարհներ կառուցելու, հները վերանորոգելու, կապիտալ ասֆալտապատելու, անգամ ճանապարհային նշաններ տեղադրելու դա գաղտնիք չէ։ Նույնիսկ այնպիսի գյուղամիջյան ճանապարհներ են ասֆալտապատվել ու ստեղծվել նոր ճանապարհներ, որ սովետական տարիներին անգամ չի եղել։ Հիմա այս պայն մենք գտնվում ենք Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող ճանապարհին կամ ճանապարհային դեպարտամент ընկերության հիմնադրամը, ճանապարհային դեպարտամент հիմնադրամը պետք է այդ գործողությունները կատարի, դա պետք է պարզվի, բայց որ տարածքը Երևանինն է, դա ակնհայտ է։ Երևանի քաղաքապետարանի մի քանի նիստերի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը սիրում է ոնց որ ժողովուրդն է ասում Սայաթ-Նովայի նման սազն առնել ու իր գովքը անել, թե Երևանում իրականացվել է այսքան ասֆալտապատում, այսքան ճանապարհ, այսքան ասֆալտը ենք լցել, խոսերում փոխալցման աշխատանքներ են կատարել, բայց հիմա տեսնում ենք, եթե սա իրոք ձեր կողմից է կատարվել է բավականին փնթի ձևի, ու հիմա այստեղ նույնիսկ նշում են, որ մի քանի անգամ վթարներ են տեղի ունեցել, քանի որ ցուցանակներն էլ են բացակայում, որ պետք է փարոսիկներ լինեն, լույսեր լինեն, որ վարորդները զգան, որ այս ճանապարհը ահավոր, ես կասեմ ահավոր ճանապարհ է, ամեն օր մի քանի սանտիմ ճանապարհը փոսերը նստում են։ Հիմա դուք ավելի մոտիկից կտեսնեք, ահա պարոն Ավինյան, սա ձեր գոված ասֆալտն է։ Չմտածեք, թե փնովում ենք, չենք փնովում, դուք սեփական աչքով կարող եք գալ այստեղ, համոզվեք, տեսնել, որ դրակ անվորակ ասֆալտապատում է այս հատվածում իրականացվել։ Տեսնում եք, չկան անգամ լույսեր, որ գոնե նշաններ տեղադրվի, մի բան արվի։ Եթե այս ճանապարհը չվերանորոգվի կարճ ժամանակում, Նուբարաշենից դեպի Արարատի մարզ, Բարսրաշեն, Ջրաշեն, Զովաշեն, մի քանի գյուղերի հետ կապը ամբողջությամբ կխզվի։ Իսկ վայ նրան, եթե այս ճանապարհը չկարգեն ու կտեսնեք, որ
Երևանում էլ ավելի է խցանումները շատանալու։ Այս ճանապարհով են շատերը գնում դեպի Արարատի մարզ ու եթե չսարքեք խցանումները հաստատ ապահովված է։ Բայց նորից եմ ասում, սա պետք է անի կամ Երևանի քաղաքապետարանը կամ տարածքային եւ ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։ Դա պետք է բարձր, բայց դա Երևանի քաղաքապետը որպես թիվ 1 պաշտոնյան Երևանի պետք է միջամտի, որպեսզի խնդիրը լուծի ու կարճ ժամանակում այստեղ նույնիսկ 7-ից ավելի ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել։ Այդ չենք ասում, արևանությամբ տեսնում եք, ամբողջությամբ լցված է շինաղ։ Լուբարաշենի թաղապետ։ Ուխտի ականջում քնացեք, ամբողջ տարածքում շինաղ լցվե, հնարավոր չի, որ թաղապետը վարչական շրջանի ղեկավարը տեղեկացված չլինի։ Փոսերը Մարդաբոյ փոս Ստե պատկերացրեք մութ ժամին մեքենան ընկնի հաստատ քարշակա գալու որ այդ մեքենան դուրս բերի Հիմինայ որ նկարում եմ այս Երևանի տարածքն է նայեք մինչև այս հողամասը տեսեք հա արդեն Երևանն է դա Երևանն է մինչև այս է Երևանն այո դա Երևանն է այստեղ ավարտվում հենա ցուցանակը դրած է Խոսեր Երևանում վարչական տարածքներ Արարատի մարզը չի հա այ այնտեղից նոր սկսում է Արարատի տարածքը այս ճանապարհը Գառնիակ փոքր հատված է որ ասենք կարգի բերեն չէ գիտեմ ստե տուրիստներ են Զովաշենի լճերնա Գառնել են sense շատերը գնում կրկնակի ասենք մի քանի անգամ ավելացել է էլի ասենք տուրիստների բայց սա էսի ահա որ է սա որ տեսնում են ուղղակի սա քանի անգամ ասում վթար է եղել Հայտարարություն էլ ասենք էսի մեզ ճանապարհը նորմալ է այստեղ ստացվում է կանոն Ստեսուն ձեր համարը որ հա հեսա մի վարքյան կներեք Ստե անընդհատ վթար ալնում ստեղ անընդհատ ու հիմնականում գիշերը որ այստեղ մեքենա է շուռ եկե դե լավա մարդու բան չէր եկել վնասել բայց դա վնասվել է Ինչքան վաղ է այս վիճակն անընդհատ գնում եք գալիս եք Հայլ Նստում այլ են նստել էլ ոնց ալնում անվորակ սարք է փինաչու նման Կապում Արարատի մարզի մի քանի գյուղերի հետ
Ստեն այ փոսերը։ Անցքերը մեծ բացված։ Das ist Schienachbe. Letztes Lariv. Անտես իմաստը ոնց զիջեն մեկը մեկին, նայ, ինչ վիճակ է։ Զբոսաշրջիկներ են շատ գալիս ու այս վիճակն է։ Փոսը չընկնես։ Փոսը չընկնես։ Ինչքան վաղ է այս վիճակն է։ Երկիրա բնությունա։ Կարա լինի, բայց թող շուտ գաս։ Հայ ապրե սարքեն գոնե։ Դեմ ես վարդը ճիշտ էլ բարձրացնում է։ Սա շինախ, նայ։